Ազգային ժողովը շարունակում է 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը։ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը փաստում է. Հաշվեկնիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում։ 2024 թվականի պետական բյուջեի հաշվեկնության վերջնարդյունքում արձանագրվել են 83 անհամապատասխանություններ և 6 խեղաթյուրումներ, որոնք չեն ազդել հաշվեկնության կարծիքի վրա, քանի որ հանրագումարով կազմել են հաշվեկնության ենթարկված ծախսերի 0,11% կամ բացարձակ մեծությամբ 3,1 միլիարդ դրամ, ինչը զգալիորեն ցածր է էականության շեմից։ Եկեղեցի իշխանություն հակամարտությունից մինչև Սամվել Կարապետյան։ Ելույթների հիմնական առանցքը նույնն է։ Նիկոլ Փաշինյանը իր օգնական գործողում է գլխավոր դատախազ, հանձնարարում է քրեական գործեր հարուցեք, բոլորի նկատմամբ, կապ չունի, ճշմարտություն էս կան կա տակը թե չկա։ Եվ սա է իրականում, ու դուք իսկապես օրգանական որևէ կապ չունեք հայոց պետականության, հայ ժողովրդի իրական ազատության և մեր ինքնիշխանության հետ։ Ախր խնդիրը հետևյալն է։ Մեր համար ազգային արժեքները իրական են, դա մեր պետականությունն է, մեր լեզուն է, մեր ազգային առանձնահատկություններն են, մեր ազգային շահերն են եւ այսպես շարունակ։ Ձեր համար, ձեր նկատուշեմ անձամբ ձեր քաղաքական հոսանքի համար ազգային արժեքը ձեր թիմակիցների գողոնն է, ձեր թիմակիցների զավթած կառույցներն են։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Լրություն դալիճուն, լրություն։ Մինչ ազգային ժողովը գնում է ընդմիջման, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին է պատասխանում։ Նախօրեի իրադարձությունները շատ հարցեր են առաջացրել։ Ինչու է աշխատանքից ազատվել Արմեն Աբազյանը։ Արմեն Աբազյանը իմ վարչապետության երկարն է եղել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում եւ աշխատել է ամենաբարդ շրջանում 2020 թվականի նոյեմբերից եւ նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա։ Արդյոք ազգային անվտանգության ծառայության պետը հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի 3 արված հայտարարությանն ու դրան հետևած գործողություններին, Փաշինյանը իր տեսակետն ունի։ Այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության մասին էր եւ փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել եւ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ եւ ես չեմ հանդուրժի ընդհանրապես որևէ մեկի լեզուն պտտվի տենց բան ասի։ Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի տենց բան ասի։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է եւ այստեղ յուրաքանչյուրը կարծիք արտահայտելու իրավունք ունի, ասում է վարչապետը։ Միայն թե այս դեպքը ոչ թե ազատ կամ արտահայտում, այլև սպառնալիք է համարում։ Հայաստանի Հանրապետությանը սպառնալ որևէ մեկը չի կարող եւ ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Այսինքն Կարապետյանը ուղղակի ասաց, որ ես կլինեմ եկեղեցու կողքին, դուք դա համարում եք սպառնալիք եկեղեցու եւ ով որ այսպիսի բան ասի պետք է կալանավորվի։ Կարապետյանը ասաց, որ մենք եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, այսինքն եթե քաղաքական մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա արժանացել է եւ արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատական։ Չի կարելի ժողովրդավարությունը շփոթել թուլության հետ, ասում է Փաշինյանը, ով կփորձի դա անել, պետության համը բերանում կմնա։ Ով որ ասի, որ եթե քաղաքական
գործիչները եւ ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձևերով կմիջամտենք, արժանանալու է, մենք մեր ձևերով կմասնակցենք, արժանանալու է։ Փաշինյանը հիշել է հեծի պատճառած վնասների ու երկրում ստեղծված էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ իր տված հանձնարարականները։ Սամվել Կարապետյանի ելույթն ավելի շատ դրանով է պայմանավորում։ Վերլուծությունը հիմք է տալիս մտածելու, առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամեն ինչը արվել է եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Բայց ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ հեծը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը դրանում է հունիսի 21-ին եւ ես այդ ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի, իմ այդ որոշման, որովհետեւ կառավարության անդամները սկսել էին աշխատել, հեծին հստակ ուղերձ տվել էին։ Ինչ է լինելու Կարապետյանի հետ, Փաշինյանը հղում է անում Հայաստանի Հանրապետության իրավակարգերին։ Ազգային ժողովում արդեն կա նախագիծ, օրենքի նախագիծ, որտեղ ձեր բոլոր հարցերի պատասխանը տրվում է հեծը ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ եւ կից օրենքներում կամ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ ամեն ինչ տեղի կունենա օրենքով։ Քրեական վարույթները դրա հետ այս տրամաբանության կապ չունեն։ Եկեղեցու հետ հարաբերություններում Փաշինյանը հստակեցնում է ոչ թե ինքն է պատերազմ հայտարարել եկեղեցուն, այլև այն մարդիկ, ովքեր խախտել են եկեղեցական կանոնակարգը։ Խախտում են կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները եւ իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին եւ հոգևոր արմատներին։ Ապացույցներն ասում է ունի, միայն թե կներկայացնի այն դեպքում, երբ հոգևորականները կվիճարկեն իր ասածները։ Որ նման գործելավոճը կարող է քաղաքացիական բախումների հանգեցնել, Փաշինյանն անհետեցություն է համարում։ Մենք հոգևոր, բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում եւ այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի։ Այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ ուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու սրբություններին։ Թե ինչ օրակարգով է հունիսի 20-ին Թուրքիա գնում, չի կարող բարձրաձայնել։ Նման դեպքում կողմերը համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս։ Իրան-իսրայելական հակամարտության ֆոնին Սյունիքի հետ կապված վտանգ չկա, հավաստում է Նիկոլ Փաշինյանը։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, ես այդ հայտարարությունները համարում եմ չհիմնավորված եւ Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ եւ անորոշություններ գեներացնելու համար։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։